բավականին լավ գիտեմ ինչ է տեղի ունեցել առաջին Արցախյան պատերազմի ազատամարտի ժամանակ այդ տարիներին, բայց եկեք ընթերցենք, թե ինչ է գրված ուրեմն արևելահայերեն, արևելահայկական Վիկիպեդիայում Արցախյան ազատամարտի մասին հոդված։ Ուղղակի հետաքրքիր է, ես ընդհանրապես իմ այս բրաուզերում, որը Kiwi է կոչվում, Kiwi, որը ունի Ունաունսոյի մասին ինֆորմացիա, ես ընդհանրապես Ունաունսոյի փնտրում, ես միշտ այդպես եմ դա կարծել, գրել, չնայած առաջ Ունաունսո, երևի դրան ոնց որ նրանից է, որ ռուսերեն Ունաունսոյը, մի խոսքով քիչ բան գտա ու որոշեցի Ունաունսո որոնեմ հայերեն, մինչ այդ Ունաունսոյի հայերեն որոնում ու երբ որ Ունաունսո որոնեցի, արդեն ավելի շատ բաներ գտամ, մի խոսքով ձգձգեցի, բայց լավ, սկսենք։ Ուրեմն Վիկիպեդիա, Արցախյան ազատամարտ, Արցախյան ազատամարտ, նաև Արցախյան ազատագրական պատերազմ, Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից ադրբեջանական ԽՍՀՄ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի։ Արցախյան հակամարտություն, վերևից ժամացույցի սլաքով կործանված ադրբեջանական զրահափոխադրիչներ 2005 թվական, սրանք լուսանկարներն են 2005 թվական, ադրբեջանցի փախստականներ 1988 թվական, տանկ հուշարձան Ասկերանում 2007 թվական, հայ զինվորներ 2008 թվական, 1991 թվականի սեպտեմբերի 25-ից 1994 թվականի մայիսի 12, վայր Արցախ և Հայաստան, պատճառ Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը, արդյունք հայ ազատամարտիկների հաղթանակ, Արցախը դարձել է դե ֆակտո անկախ հանրապետություն, զինադադարի պայմանագիրը ստորագրվել է 1994-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից, բանակցային գործընթացի սկիզբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի ապագայի վերաբերյալ, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակում, տարածքային փոփոխություններ, հայկական վերահսկողության հաստատում պատմական Արցախի տարածքի մի մասի վրա, հակառակորդներ, հայկական կողմ, Հայաստան, Արցախ, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի եզդիների միություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, չէ, ոնց որ Հայաստանի չէր, Հայ հեղափոխական դաշնակցություն, ադրբեջանական կողմ, Ադրբեջան, չեչեն գրոհայիններ, լեզգիական գրոհայիններ, գորշգայլեր, գորշգայլերն էլ, չնայած ես գիտեի, բայց որ սենց օֆիցիալ, չնայած գիտեի, բայց որ ես կարգի, որ նույնիսկ Վիկիպեդիայի մագրում, Ունաունսո, աջակիցներ, Հայաստանը չուներ աջակիցներ, ուրեմն ու Արցախը, մեր կողմը մի խոսքով, Ադրբեջանի աջակիցներ, Թուրքիա, Պակիստան, Իսրայել, Ուկրաինա, Ռուսաստան, հրամանատարներ, հայկական կողմ, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Անատոլի Զինևիչ, Սերժ Սարգսյան, Գուրգեն Դալիբալթայան, Նորա Տեր Գրիգորյանց,
Թաթուլ Կրպեյան, Արթուր Մկրտչյան, հուսամ գիտեք ինչ է նշանակում խաչը, անվան կողքին, Արթուր Մկրտչյան, Ռոբերտ Քոչարյան, Լեոնարդ Պետրոսյան, Գեորգի Պետրոսյան, Կարեն Բաբուրյան, Սամվել Բաբայան, Արկադի Տեր Թադևոսյան, Քրիստափոր Իվանյան, Սեյրան Օհանյան, Մոնթե Մելքոնյան։ Ադրբեջանական կողմ Այազ Մութալիբով, Յագուբ Մամադով, Իսա Ղամբար, Աբուլֆազ Էլչիբեյ, Հեյդար Ալիև, Մահմեդ Ասադով, Իսկանդար Համիդով, Թոֆիգ Իսմայիլով, Սուրատ Հուսեյնով, Զուլֆի Հայիջև, Սաֆար Աբիև, Ռահիմ Ղազիև, Վլադիմիր Շանանով, Շամիլ Բասաև, Թեհրան Մանսիմով։ Կողմերի ուժեր հայկական կողմ 20,000, ադրբեջանական կողմ 64,000, ռազմական կորուստներ հայկական կողմ 5,856, ադրբեջանական կողմ 30,000-ից 35,000, Արցախյան ազատագրական պայքարի սկիզբ 1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց հայ-ադրբեջանական պատերազմ, լավ զինված ադրբեջանական բանակը ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-ից 25,000։ Ադրբեջանի բանակը 75-ից 80,000, սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արցվաշենը, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5,000 զոհ, ինչպես նաև հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում, իսկ ադրբեջանցիները 40,000 զոհ։ Արցախյան այստեղ գրում է 40,000, իսկ այնտեղ 30-ից 35,000։ Լավ, ինչևից է։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։ Արցախյան ազատամարտ Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտություն է 1988-ից 1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988-ից 1994 կամ թվականներին կամ Արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի մերձակա օժանդակ տնտեսությունների և արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից 1988 թվականի փետրվար
Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ, հայերին բնաջնջել, հողն նվաճել և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխի, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։ Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանի ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։ Սկսվել են Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները (տե՛ս Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Կիրովապատի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։ Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներն են դարձել հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987-ի վերջերին ադրբեջանական ԽՍՀՄ-ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բահրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12-ից 14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։ Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում 1988 թվականի փետրվարից մինչև 1991 թվականի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, ադրբեջանական ԽՍՀՄ-ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։ Մանավանդ 1991 թվականի ապրիլի 30-ին կենտրոնի ձեռնարկված օղակ ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։ ՂԱՊ-ը կարելի է բաժանել հինգ հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։ Հինգ հիմնական փուլեր։ Արցախի պատմություն։ Նախապատմություն։ Մեր թվարկությունից առաջ 2492-ից մեր թվարկությունից առաջ 590 թվականներ։ Ազոխի քարայր, հայ ժողովրդի ծագումը, ցեղային միություններ և պետական կազմավորումներ։ Հին շրջան։ Մեր թվարկությունից առաջ 590-ից մեր թվարկությունից առաջ 428 թվականներ։ Երվանդունիների թագավորություն, Արտաշեսյանների թագավորություն, Աշակունիների թագավորություն, քրիստոնեության ընդունում, ավատատիրության հաստատում, գրերի գյուտ, ամարասի վանք։ Միջնադար։
428-ից 1375 թվականներ Պարսկա-բյուզանդական տիրապետություն, աղվանք, արաբական տիրապետություն, Բագրատունիների թագավորություն, Արցախի թագավորություն, այնպես չի, ընդհանրապես չգիտեմ, ուղղակի հասկանում եք, շատ եմ մոռացել դա, Արցախի թագավորություն, Զաքարյան իշխանապետություն, Օտար տիրապետություն 1375-ից 1915, 1918, Կարակոյունլուներ և Ակկոյունլուներ, Թուրք-պարսկական տիրապետություն, Ղարաբաղի կուսակալություն, Արցախի ազատագրական պայքար, Ղարաբաղի խանություն, Խամսայի մելիքություններ, Ելիզավետպոլի նահանգ, Ժամանակակից պատմություն 1918-ից ներկա, Արցախյան հակամարտություն, Շուշիի ջարդեր, Արցախի բռնակցում, ԼՂԻ, Արցախյան շարժում և ազատամարտ, Արցախի հանրապետություն, Արցախի պորտալ, առաջին փուլ 1988 թվականի փետրվարի 22-ից 1990 թվականի հունվարի 19 սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ ավարտվել հյուսիսային Արցախի ազատ Գետաշեն և Մանաշիդ Մարտունիի շրջանի, նաև շրջակա հայկական բնակավայրերի վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով, երկրորդ փուլ 1991 թվականի ապրիլի 30-ից 1992 թվականի մայիսի 18 սկսվել է օղակ ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ, երրորդ փուլ 1992 թվականի հունիսի 12-ից 1993 թվականի հունվարի 20 սկսվել է Արցախի հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական Թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ, չորրորդ փուլ 1993 թվականի փետրվարի 5-ից նոյեմբերի 1 սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի հանրապետության ԻՊՈՒ-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգիլանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ, հինգերորդ փուլ 1993 թվականի դեկտեմբերի 15-ից 1994 թվականի մայիսի 17 սկսվել է Արցախի հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով, տես Բիշքեկյան արձանագրություն, օղակ գործողություն, օղակ ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված, Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները Շահումյանի շրջանում, ՀՀ սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական ՄՀՆՃ-ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990 թվականին ԼՂ ազգային խորհրդի պաշտպանություն ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե,
ինքնապաշտպանության ընդհանրակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991 թվականի ապրիլին գործել է համակարգող գաղտնի խորհուրդը, անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան։ Հետագայում 1991 թվականի մայիսի 4-ին Երևանում ստեղծվել է ՀՀ պաշտպանության կոմիտե, Արցախում 1992 թվականի մարտի 26-ին ինքնապաշտպանության կոմիտե, 1992 թվականի օգոստոսի 15-ին Պաշտպանության պետական կոմիտե, ՊՊԿ, 1991 թվականի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են Մանաշիդ, Բուզլուխ և Էրքեջ։ Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է Վերինշենի մատույցներում։ Արցախահայության համար դժվարին այդ օրերին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը, ընդ որում պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։ Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14-ից 18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա։ Այս և 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։ 1991 թվականի նոյեմբեր։ Նոյեմբերին հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում ճնշվել են Հալիֆշա 1991 թվականի նոյեմբերի 6, Հախլու նոյեմբերի 7, Սալաքյաթին նոյեմբերի 7 և Խոջավենդ նոյեմբերի 19 բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր նոյեմբերի 15 ու Քարագլուխ նոյեմբերի 20 գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է համաժողովրդական հանրաքվե, որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է Արցախի անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր։ Մինչ այդ, դեկտեմբերի 8-ին Մինսկի մերձակա Բելովեժյան թավուտում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների ԽՍՀՄ-ի որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման համաձայնագրի ստորագրման համատեքստում։ Շահումյանի շրջանը սահմանակից Կասում Իսմայիլովին միացնելու և Գերանբոյի շրջան ստեղծելու 1991 թվականի
հունվարի 14 կամ ԼՂԻՄ-ը լուծարելու նոյեմբերի 26 մասին որոշումները բացահայտել են Ադրբեջանի բուն նպատակը, այն է ադրբեջանական բնակավայրերը ռազմական հենակետերի վերածելուց զատ դարձնել նաև միջանկյալ օղակներ։ Արցախյան այս կամ այն հողատարածքը պոկելու և Ադրբեջանի հարակից շրջանին բռնակցելու համար։ Հետևաբար, Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից են եղել Ադրբեջանի այդ նկատողներին հակազդելն ու հաղորդակցության կարևոր ճանապարհներն ադրբեջանցի զինյալների վերահսկողությունից ազատելը։ Ստեփանակերտին մերձակա Ջամիլլու գյուղը վնասազերծվել է դեկտեմբերի 15-ին։ Հաջորդ օրը Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է մահանջայինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին, թեև օրակարգում Կրկժանի ազատագրումն էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ, նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր միջանկյալ օղակներից մեկը և Կրկժանից շեղել հակառակորդի ուշադրությունը, նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր Բադարա, Աստղաշեն ու Դահրավ գյուղերի համար և Խոջալույի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։ Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի գիշերը։ 7 ժամ տևած մարտերն ավարտվել են հակառակորդի այդ կարևոր հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22-ից 23-ին վնասազերծվել են նաև Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերետ Քերևենդ և Ումուդլու գյուղերի հենակետերը։ Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան և միանգամից անպաշտպան են մնացել Արցախի բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանակցի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և Աղդամից 300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և 1 Mi-24 ուղղաթիռի Արցախ տեղափոխման հանգամանքով։ Կներեք, եթե սխալներ եմ թույլ տալիս, ես այսօր շատ եմ աշխատել ու ահա որ հոգնած եմ, սենց ասած բժշաց։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀՊԿ-ից Արցախ է գործուղվել Արկադի Տեր-Թադևոսյանը, որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Տարբեր ժամանակներում Արցախի զինված ուժերի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ հայազգի կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում 500-ական մարտիկ։ 1992 թվականի հունվար։ Այստեղ շատ երկար է, գուցե մնացածը վաղը շարունակենք։ Բայց գիտեք, այսպիսի պահ կա, դուք ինքներդ, գիտեմ, գուցե կարծեք, որ պրիմիտիվ բան եմ ասում, բայց պետք է, էլի որ ասում եմ, տեսեք, դուք ինքներդ կարող եք բացել կարդալ այս պատմությունը, հիմա դուք պատկերացնում եք, ես քանի օրովակ պետք է ձայնագրեմ։ Գրականություն արցախյան ազատամարտի մասին, հետաքրքիր է։ Մեր գրողներն են գրել։
Իսկական զինվորը պատերազմի դաշտում է մնում, մեկ վարքյան, իմաստը հասկանում, իսկական զինվորը պատերազմի դաշտում է մնում, նա կորցնում է ամեն ինչ, ընտանիք, անցյալ, մասնագիտություն, կյանք։ Հետաքրքիր միտք է, բան չունեմ ասում, ես դրա ճշտությունը կասկածի տակ չեմ դնում։ Ֆիլմեր Արցախյան ազատամարտի մասին, այրվող լեռներ, հետաքրքիր, տեսեք, եկեք ես թվարկեմ ձայնագրված մնա իմ ալիքում, որ հետո ես որոնում եմ այս ֆիլմերը և դիտեմ։ Այրվող լեռներ, Անդրանիկ 2003, Անհուն Անդորի շրշյունը 1993, եկեք թվականը ոնց ասեմ, չնշեմ, դուք տեսնում եք ձեր էկրանին, անվերջ ձգվող դասամիջոց, Արահետ, Արամո, Արդարության մարտիկներ, Արցախ է հավասար է, ես չգիտեմ, էմից հետո այն մյուս տառը մոռացել եմ, պիտի որ իմացածն եմ, մոռացել եմ ոնց է կարդացվում, մի խոսքով, Արցախի կանայք, Արցախի վարպետները, Արցախյան ազատամարտ, Արցախյան տարեգրություն, Արցախյան օրագիր, Արցախյան օրագիր 1, Արցախյան օրագիր 2, Բերձոր գաղափարի զինվորը, Գետաշեն, օղակ գործողություն, Գթության քույր, Լեդի Քոքս, դռները բացեք, գարուն է գալիս, եթե բոլորը, եռաբլուր, ես քո զավակն եմ, Զարկերակ, զինվորը, ընդհատված մանկություն, թատերական հրապարակ, թիրախ, թռիչքներ դեպի պատերազմ, լինել թե չլինել, խաչակիրներ, խոնարհ հերոսներ, ֆիլմաշար, նկարահանվել է մոտ 30 փաստագրական ֆիլմ, խոնարհում, Կապանի արդարության մարտիկներ, կարոտ, կարոտի կանչ, կենտրոնական պաշտպանական շրջան, կյանք ու կռիվ, ծանոթ է շատ, տեսեք, հղում ունի, ինչու մնացածը չունեն, նա ունի, բայց լավ, Հայաստան, երկիր դրախտավայր, հավատամք, ոչինչ բաց չեմ թողել, ինչևից է էկրանին կա, սա ձայնագրվում և մնում է, հավատամք, հավատավորը, հավերժական կտակ, ապարանցի Պավլիկը, հարաբերական Անդոր, հողի գույնը, Ղարաբաղյան շարժում, ճակատագիր, ճանապարհ, ճանապարհը բաց է, մայրը, Մարաղա, մարդասիրական միջանցք, Մելոն, մի վախեցիր, Մոնթե, ցեղին սիրտը, մոռացված փետրվար, Նժդեհի վերադարձը, նվիրյալը, նվիրյալները, փաստագրական ֆիլմաշար, նկարահանվել է 74 ֆիլմ, շարքային կիրակոս, շրջափակում, շունչը, Շուշի, վերադարձ գերությունից, չկրակված փամփուշտներ, պարետային ժամ, Պարսատիկ, Սպարապետ, Սպիտակ արջը, Վազգենը, Վանի ճանապարհը, Բերդաձոր, վերադարձ մեկնելուց առաջ, տաք արահետներ, տխուր փողոցի լուսաբացը, ցեղի կանչը, քայլ, քարերը հավաքելու ժամանակն է, 20 օր Արցախում, ու սա ընդամենը օֆիցիալ այն էլ, ուրեմն, կամ էլ օֆիցիալ չեն, որոշները օֆիցիալ չէ, հուսամ հասկանում եք ինչ իմաստով եմ ասում օֆիցիալ, մի խոսքով Վիկիպեդիայում ու այն էլ արևելահայերեն, այսինքն պիտի որ լինի, գոյություն ունի արևմտահայերեն Վիկիպեդիա, մի խոսքով, այնտեղ կարող են այլ ֆիլմեր լինել, ասենք, որոնք այստեղ չկան, կամ նույն գրականությունը, կամ ընդհանրապես բաներ լինել, որոնք այստեղ չկան, տես նաև ծանոթագրություններ, արտաքին հղումներ, լավ, մի խոսքով, ես Ունոնսոյի մասին էի փնտրում, այն էլ, ինչպես անենք, որ գտնենք Ունաունսոյի մասին ինչ-որ բաներ, հենց Ունաունսոն է հետաքրքրում,
Հա, սա գրականությունն է, ներողություն։ Գրականություն Արցախյան ազատամարտի մասին, բայց եկեք դուք ինձ մի խոսքով մենք հենց հիմա ուշադիր որոնելու ենք, փնտրելու ենք մեր աչքերով, շատ արագ եմ անցնում, բայց լավ, ունաունսոն, էլ երկրորդ հոլովակը չձայնագրեմ, հա, եկեք սրանով բավարարվենք, տեսեք ռեի տեղը լա ասացի, սա նկատի ունեցեք, ուշադրություն դարձրեք։ Օրինակ, էլամ, ալամեին, թե ալամեին, ոչ թե իով, այլ եով, չգիտեմ, համենայն դեպս այդպիսի տեղանուն կա, ալ թե էլով էր, ալով թե էլով, որտեղ է այդ ունաունսոն, պիտի որ հղումել ունենա, այսինքն գույնը ուրիշ է լինելով, ավելի լավ նկատելի կլինի, միայն թե մենք գտնենք, պիտի որ գտնենք, Սարսանգի ջրամբարին, Կարմիր շուկա, ներքին հորաթաղի, ախուր է այդ ունաունսոն, չեմ գտնում, գուցե բաց եմ թողել, նույնպես հնարավոր է, թե այստեղ չկա ունաունսոյի մասին, բայց ինչպես կարող է նման բան լինել, տեսեք, ուշադրություն դարձրեք, ադրբեջանական կողմն առաջինն է կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում T-72 տանկեր, գրադ հրթիռահրետանային համազարգային կայանքներ, ախ որտեղ է այդ ունաունսոն, չկա, մենք իզուր այսքան որոնեցինք և դուք իզուր այսքան ձեր ժամանակը վատնեցիք, չէ, այնպես չի, որ սենց իզուր էր, սենց բարի, իզուր էլի, հետ կողմով, այո, իզուր և զուր էր, պաստացի, ոչինչ չգտանք, կամ էլ բաց եմ թողել, այստեղ մի բան այն չէ, մի բան այն չէ, լավ, եկեք հիմա որոնենք, ունսո, ծանոթագրություններ, արտաքին հղումներ, լավ, եկեք այստեղ մտնենք,
Նրանք անպայման պատասխան են տալու իրենց բոլոր արածների համար, դուք չկասկածեք, ընդհանրապես։ Վիկիպահեստ, պարզ։ Մենք լավ, եկեք եւս մեկ անգամ փորձենք այսպես։ Լավ, եկեք այսպես անենք։ Տեսեք։ Մեկ վարքյան։ Տեսեք, ես որոնում եմ անսո եւ նույն հոդվածը բերեց։ Եվրամայդան։ Ուրեմն կանենք այսպես, ունանսո Արցախ։ Արուս Ոսկանյան։ Չէ միշտ չէ արդեն որերորդ անգամ ուրախ հաշում խոսք։ Ուշացած խոստովանություն։ Ուսամող AM։ Հետաքրքիր է, սա ինչ է։ Լավ։ Մենք որոնում ենք, փնտրում ենք ունանսոյի Արցախում հասկանում եք։ Ինֆորմացիա։ Ոսկու աշխարհ, Արցախից 14 տոննա մարդասիրական Միկորյան։ Սա ուղղակի ցնդաբանություն է։ Ես այլ կերպ չեմ կարող ներկա պահին մեկնաբանել այնինչ հենց նոր կարդացի։ Սա ուղղակի ցնդաբանություն է։ Նրանք մինչ օրս մեր մասին սարսափելի բաներ են ասում, իմ մասին ուկրաինուհի Զապորոժիայում ապրող, ես իրավունք ունեմ դա ասել, որտեղից է նա եւ ինչ է իրանում։ Զապորոժիա ընդհանրապես ունեմ եւ երկրորդ նա հանցագործ է եւ ես բացի այդ հավանական հանցագործ, պոտենցիալ հանցագործ եւ ուղղակի հանցագործ, terrorist, ահաբեկիչ։ Նա ասել էր, որ նա կդանակահարեր ինձ sense դաժանաբան կդանակահարեր ինձ ուղղակի, եւ ասել է, որ ես կենթանի եմ։ Իսկ դրանից որովհետեւ ես կենթանի եմ դրա համար։ Ու դրանից առաջ էլ նա իմ մասին ասել է, որ ես էհակ եմ եւ ինձ դժվար է բարդ անվանել մարդ։ Այսպիսի բաներ։ Բոլորս գիտենք ինչպես են թե Ուկրաինան, թե ուկրաինացիները վերաբերում հայերին, Արցախին, Հայաստանին, թե այն ժամանակ, թե հիմա, թե առաջին Արցախյան պատերազմ, երրորդ, երկրորդի ժամանակ էլ դուք գիտեք իրանք ում հետ պաշտպանել, ես չգիտեմ, ասենք պաշտպանել են թե ոչ, բայց հաստատ պաշտպանել են, ստեղ տրամաբանություն է աշխատում ու ընդհանրապես առհասարակ իրենք միշտ են պաշտպանել կամ չգիտեմ, գուցե 1917-1918 թվականին չեն պաշտպանել ինչ որ բան կամ ուղղակի 1918-ին, ես չգիտեմ, բայց այն ժամանակ էլ իրենց շրջանում, չգիտեմ, իշխանության, ժողովրդի, հասարակության, չգիտեմ, ինտելիգենցիայի, մտավորականության, ասենք, այն ժամանակ էլ մի խոսքով
արած կլինեն։ Լավ, տեսեք։ Դե ասենք աջակցել, սատարել, պաշտպանել, չգիտեմ։ Արցախից 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա։ Չգիտեմ, հայերեն որտեղ է շեշտադրվում, մի խոսքով Ուկրաինա։ 2022 թվականի կամ հուլիսի 3 կամ մարտի 7, մի խոսքով 19:19 Երևանի ժամանակով, վիդեո Արցախի դերում որտեղի ժամանակով Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին, այն էլ Զապորոժիեի, որտեղից այն աղջիկն է, 14 տոննա եկեք սա առանձին վիդեո եմ, լավ, հոլովակում, որ առանձին լինի,